Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ուրեմն որոշել եմ այս գեղեցիկ ծառը պատրաստել, ճյուղը պատրաստել և ձեր հետ կիսվել պատրաստման ընթացքով։ Ուրեմն մեզ հարկավոր է ներք, այսպիսի մի ծառի ճյուղ, ընտրությունը ձերն է, թե ինչպիսին կցանկանաք, և մոմ։ Մոմը դնում ենք կամ գոլորշու վրա ենք հալեցնում, կամ միկրոալիքային վառարանում։ Այստեղ մի քիչ հալեցրել եմ։ Երկու մասի եմ բաժանում, մի մասի վրա ավելացնելու եմ թանաքագույն ներք։ Հետևորդներ ջան, դիտողներ ջան, ձեզ մի գաղտնիք բացեմ։ Ուրեմն այստեղ, երբ ես ներկը լցրեցի, մոմը իր վրա չի վերցնում ներկը, ավելացրեցի փոշին, նույն ներկի փոշի տարբերակը։ Մի թեթև ինքը ներկվել է, բայց ոչ թե ծաղիկները ստացվեցին կապույտ, այլ շատ թույլ երկնագույն, երանգը շատ թույլ է վերցնում։ Ցանկալի է դուք օգտագործելուց ունենաք հենց գունավորած մոմ, գունավոր մոմ։ Սիրելիներս, այս ծաղիկները պատրաստելու համար, ինչպես տեսնում եք, մեզ նաև ջուր է հարկավոր, սառը ջուր, ցանկալի է լինի սառույցով։ 3 մատները իրար սեղմելով տանում ենք սառը ջրի մեջ, հետո սառեցնում ենք մեր մատները, հետո մտցնում ենք հալած մոմի մեջ, ահա այսպես, հետո նորից տանում ենք սառը ջրի մեջ, որպեսզի ջուրը առնի մոմի վրա և այսպես ճյուղի վրա սեղմելով մոմը հանում ենք մեր մատները։ Շատ գեղեցիկ է ստացվում, շատ սիրուն է։ Այսպես ասած, սոց հարթակները թերթելուց ամբողջը այս նույն պատմությունն է, այս նույն ծաղիկները պատրաստելու եղանակն է, բայց ամեն մարդ մի ձև է պատրաստում։ Այս ջրին ավելացնում են էլ ամանի հեղուկ, էլ մատները վազելին են անում, բայց ինչպես տեսնում եք, ես ոչինչ չեմ արել, եթե արած լինեի, ապա կշեշտեի։ Չոր մատներս օգտագործում եմ և ջրի մեջ մտցնելուց, և մոմի մեջ մտցնելուց։ Այստեղ բավականին լույս է և իրենց այդ թույլ երկնագույնը չի երևում, բայց երբ արդեն վերջնական իր տեղը գտավի մեզ պատրաստած ծառի ճյուղը, երկնագույնը տարբերվում էր։ Շատ չնչին համբերություն է պետք, որպեսզի ձեր սեղմած ծաղիկը մատները զգուշությամբ հետ քաշեք, որ սառի ու մնա այդ ճյուղի վրա։ Սիրելիներս, ընտրեք այնպիսի ճյուղ, որ ավելի շատ մանր ճյուղերով լինի, եզրերը շատ լինեն, որպեսզի ձեր ձևավորած ճյուղը բավականին սիրուն ստացվի։ Ահա տեսեք, ես նաև վարդագույն մոմ գտա մեր տանից, տեսեք ինչքան սիրուն է։ Եվ վերջնական տեսքը մեր տանը այնպիսի մի թանկ տեղ եմ դրել, որ չափազանց գեղեցիկ է ստացվել։ Ինչպես տեսնում եք, այս ֆոնի վրա երկնագույնը երևում է, թույլ երկնագույնը երևում է, նկատելի է։ Ես շատ էի հավանել, շատ էի ուզում այս տարբերակը փորձել և փոխանցել ձեզ, որովհետև կոնկրետ Հայաստանում հայ առաքելական եկեղեցին վաղը նշելու է ծաղկազարդի տոնը և որպես ծաղկած ճյուղ կարող եք հենց զարդարել ձեր տան բոլոր անկյունները այս տեսակ ճյուղերով։ Բնական տեսքը ավելի գեղեցիկ է, սիրելիներս, չեք պատկերացնի ինչքան սիրուն է, այսպես վիդեոտարբերակով այն չի երևում։ Անչափ շնորհակալ եմ, որ դիտեցիք, շատ ուրախ կլինեմ, եթե նկարագրության դաշտում պատրաստեք և ինքներդ այդտեղ կիսվեք, ես տեսնեմ ձեր մոտ ստացվել է, հավանել եք, թե ոչ։